Մայիսի 8-ին մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Այս առնչությամբ մամուլի ասուլիսով հանդես եկավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովհակիմյանը։ Նա նախ ներկայացրեց ԿԸՀ կողմից պատրաստված տեսանյութը եւ հայտարարեց, որ ուղիղ կեսգիշերին նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկում է։ Այնուհետև Հովհակիմյանը վստահեցրեց, որ որևէ մեկին թույլ չեն տալու կեղծիք կատարել։ Ընտրություններն անցնելու են ազատ, արդար ու թափանցիկ։ 3.5 տարի մեկ տասնյակից ավել ընտրություններ են կազմակերպել, Երևանի ավականու ընտրություններն են կազմակերպել։ Չի բողոքարկել որ ընտրություն, որևէ մեկը չի կարող որևէ փաստ բերել, որ իմ պաշտոնավարման ընթացքում որևէ ապօրինություն կամ ինչ-որ բան եմ արել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հիշեցրեց, որ նախընտրական շրջանում յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է իր նախընտրական ծրագրերը կամ քարոզարշավը ներկայացնել սոցիալական տարբեր հարթակներում, սուր քննադատել կամ պատասխանել քաղաքական հակառակորդներին։ Այս պարագայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ունի վերահսկողական մեկ գործիքակազմ՝ հետևել, որպեսզի այն քաղաքական ուժերը, որոնք սոցիալական տարբեր հարթակներում ունեն քարոզչական ալիքներ, դրանք օրենքով սահմանված կարգով հայտարարագրեն։ Դա ինչ է նշանակում, որ այդ նպատակով գումարները, այսինքն ամսի 8-ից սկսած բոլոր քարոզչական նյութերը, որոնք որ ցանկացած հարթակում որ տարածվելու են, այսինքն վճարովի հիմունքներով տարածվելու են, այդ գումարները պիտի հատկացվեն իրենց նախընտրական հիմնադրամներից։ Այսինքն ու դա պիտի արտացոլվի իրենց հայտարարագրերում։ Այնուհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը անդրադարձ կատարեց քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու եւ աշխատավարձ ստանալու հանգամանքներին։ Նրա խոսքով հանրային ծառայության մեջ գտնվող տեխնացուները բացառությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի, ազգային ժողովի падգամավորների եւ կառավարության անդամների նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչեւ քվեարկության օրը օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից։ Այս ընթացքում նշված տեխնացուների բացակայությունն աշխատանքի վայրում համարվում է հարգելի, առանց վարձատրության պահպանման, հայտնեց Հովհակիմյանը։ Այսինքն այս ձևակերպից ակնհայտ է, որ օրինակ վարչապետը եւ կառավարության անդամները, падգամավորները կարող են շարունակել պաշտոնավարել, բայց ըստ էության, եթե շարունակեն պաշտոնավարել, ովքեր կշարունակեն պաշտոնավարել, իրենք աշխատանքային ժամերին այլ բանով զբաղվելու իրավունք չեն ունենա։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի խնդիր կարող է առաջանալ աշխատանքից հետո։ Նա ընդգծեց, որ կառավարության անդամների աշխատանքը սովորական պայմաններում ժամը 18:00-ով չի սահմանափակվում եւ նախընտրելի է, որ նրանք, ովքեր պատրաստվում են քարոզչությամբ զբաղվել, արձակուրդ կենան։ Վարչապետը պետական պահպանության ներքո գտնվող պաշտոնյա է, բայց օրինակ նախարարները, եթե, չգիտեմ, ինչ-որ առանձին նախարարներ հատուկ վարչապետի հրամանով չեն գտնվում, որոշմամբ չեն գտնվում պետական պահպանության ներքո, իրենք ստացվում է, որ օրինակ արձակուրդում գտնվելուց, չէ, այսինքն իրենց ոչ ծառայական ժամերից դուրս, իրենք օրինակ իրենց ծառայական ավտոմեքենաները չեն կարող օգտագործել։ Այսինքն իրենք պետք է քարոզարշավի գնան իրենց մեքենայով։ Հովհակիմյանը նաև հայտնեց, որ տնային կալանքում գտնվող քաղաքացիները նույնպես կարող են մասնակցել քվեարկությանը։ Նրանք ընտրատեղամասեր կայցելեն իրավապահ մարմինների ուղեկցությամբ։